Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքիա, ինչ ակնկալիքներ ունեք, ինչ վտանգներ եք տեսնում։ Ոչ մի ակնկալիք չունեմ, վտանգներ շատ եմ տեսնում։ Սպասիբա։ Իսկ ինչ եք կարծում, խաղաղության պայմանագիրը կկնքվի վերջ։ Հիմա շատ վիճակը այնպեսին է, որ հնարավոր չի ոչ մի բան իմանալ։ Վաղը ինչ կլինի, ամեն րոպե վիճակը փոխվում է։ Թուրքը Թուրքիա պետք է լերու գնա։ Բայց Թուրքիան դա քաղաքական հարց է, կարող է նենց հարց կա, որ մեզ չի վերաբերվում։ Դա հəm երկրի տերիտորիալական վարչապետը կիմանա, թե ինչի համար է գնում երկրից դուրս։ Մեզ հետ կապված հարց չկա։ Որ բանից եք դուք։ Իսկ ինչ եք կարծում, խաղաղության պայմանագիրը կկնքվի։ Եթե ինքը չլինի, ուրիշը լինի կկնքվի։ Առանց իրան կկնքվի, բայց իր հետ չէ։ Ես չեմ վստահում առհասարակ այս իշխանությանը եւ ցանկացած խարդավանք կարելի է սպասել։ Իսկ կոնկրետ ինչ կարվի, իրենք կիմանան։ Ես վստահության որևէ նշույլ չունեմ։ Իսկ ինչ եք կարծում, խաղաղության պայմանագիրը կկնքվի։ Ես ինքս պայմանագրի հետ կապված այդ խանդավառությունը չեմ ապրում, ակնկալիքներ չունեմ։ Առհասարակ մարդկանց թե ժողովուրդների միջև հարաբերությունները ոչ թե պայմանագրերով են ամրապնդվում եւ կարգավորվում, այլ բարի դրացական հարաբերություններով։ Երբ որ հարաբերությունները կհասունանան այն մակարդակի, որ կարելի է վստահել, հարևանել, այդ ժամանակ կարելի է ակնկալել ինչ-որ դրական տեղաշարժ։ Փաստաթղթերով չեմ կարծում, որ դա կարելի է ամրապնդել եւ ապահովել։ Ինչ վտանգներ ենք տեսնում Թուրքիա մեկնելու համար, մենք պետք է հստակ արձանագրենք եւ արդեն 7 տարի շարունակ համոզվում ենք մի օբյեկտիվ ճշմարտության մեջ նրանում, որ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի հետ ընդհանրապես կապ չունի, հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի, նա վտանգավոր անձնավորություն է հայ ազգի ինքնության, մեր հայրենիքի համար։ Նա գործում է Թուրքիայի հետ, գործում է Ադրբեջանի հետ, նա հարևան է թշնամի պետությունների կողմից ուղղորդված եւ ուղարկված, իրենց պահանջված, իրենց ցանկալի գործակալն է Հայաստանի Հանրապետությունում։ Նրա ամեն մի քայլից ես վտանգ եմ տեսնում մեր պետության նկատմամբ։ Արդեն պետությունը չի մնացել, վերացրեց մարդկանց ինքնությունը, բոլորս ականատես ենք լինում ինչ է կատարվում մեր երկրում։ Իրան բարի ճանապարհ։ Ինչ ճիշտ անելու շատ նորմալ։ Չեմ կարող ասել ինչ վտանգներ։ Գնաք Երևան, ոնց կլինի, ինչ կլինի։ Իսկ ինչ եք կարծում, խաղաղության պայմանագիրը կկնքվի։ Մտածում այո։ Իմաստ չեմ տեսնում, վտանգը որն է, անիմաստ, հա, ինչ վտանգ, հա, ինչ որ ինչ են պայմանավորում չգիտեմ, այդու ասա։ Սյունիկը տա ասում եմ։ Իսկ ինչ եք կարծում, խաղաղության պայմանագիրը կկնքվի։ Ոչ։ Հա թող մեկն շատ լավ անում։ Ինչ ա եղել։ Ինչ որ վտանգ չկա։ Թող գնա ինչ որ հարցեր լուծի։ Ինձ տենց է թվում։ Իսկ ինչ եք կարծում, խաղաղության պայմանագիրը կկնքվի։ Ուշ երևի ավելի։ Այս Թուրքիա մեկնելն էլ չի օգնի։